Ուշ երեկո, այսօր խոսելու եմ այն մասին, թե ինչ խաղաղության է ձգտում Հայաստանի իշխանությունը եւ այս ճանապարհով ընթանալու պարագայում իրականում ում ազդեցության տակ է հայտնվելու Հայաստանը։ Վերջերս Շուշիում տեղի ունեցավ ֆորում, որի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հետաքրքիր հայտարարություններ արեց, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Նախ Ալիևը խոսեց Ադրբեջանի մեծացող դերի մասին, նշելով, որ Ադրբեջանը արդեն դառնում է տարածաշրջանային գերտերություն։ Նա նաև ասաց, որ Ադրբեջանին դիմում են տարբեր երկրներ, որպեսզի միջնորդ հանդիսանա եւ իրենց միջև առկա հարաբերությունները կարողանան կարգավորել Ադրբեջանի միջոցով։ Ալիևը չի թաքցնում, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային գերտերություն դառնալ եւ ել ավելի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Հաջորդ կարևոր միտքը վերաբերում է 3+3 ֆորմատին, որը Ալիևը մեծապես կարևորեց, իդեպ այս ձևաչափին անդրադարձավ նաև Զախարովան, նշելով, որ Ռուսաստանում սպասում են Բաքվի եւ Երևանի արձագանքին, տեղի եւ հանդիպման պայմանների մասին, որպեսզի հաջորդ հանդիպում քննարկումը տեղի ունենա։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան ֆորմատով տարածաշրջանային հարցերի քննարկմանը եւ լուծումներ գտնելուն։ Այս ձևաչափը իրականում նորմալ է, որ Ալիևի համար ընդունելի է, գովելի է, բայց անհասկանալի է, թե դա ինչ օգուտներ է տալիս Հայաստանին։ Տեսեք, 3 երկրներից, այսինքն Թուրքիա, Ռուսաստան, Իրան, փաստացի երկուսը այս պահին գտնվում են պատերազմական իրավիճակում՝ Իրանը եւ Ռուսաստանը։ Սա նշանակում է, որ այդ երկրները առաջին տեղում դնելու են իրենց երկրներին վերաբերող հարցերը, այսինքն նրանք ինչքան էլ ցանկանան տարածաշրջանային կամ այլ երկրներին վերաբերող հարցերում ունենալ որոշակի միջամտություն, լուծումներ առաջարկեն եւ այլն, դա ոչ միայն պետք է բխի իրենց շահերից, այլ առաջին հերթին պետք է բխի այն շահերից, որը վերաբերում է իրենց պատերազմական գործողություններին։ Ինչ է սա նշանակում, այսինքն նրանք այս պահին կենտրոնացած են բացառապես իրենց երկրում եւ երկրի սահմաններին տիրող պատերազմական իրավիճակի վրա, ինչպես նաեւ այսպես ասած ժամանակ էլ չունեն զբաղվել այն հարցերով, որոնք չեն վերաբերում կոնկրետ այդ իրավիճակին։ Այսինքն, այս 3 երկրներից մնում է Թուրքիան։ Մյուս 3 երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այս 3 երկրներից Վրաստանը գտնվում է մեծապես կախվածության մեջ Թուրքիայից եւ Ադրբեջանից տնտեսական մասով։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նույն Ալիևն է նշում, այնքան բարձր մակարդակի վրա են, որ այլ երկրները պետք է նրանցից օրինակ վերցնեն։ Ալիևը նույնիսկ հեգնեց իր ելույթում, որ կան որոշ երկրներ, որոնք նույն լեզվով են խոսում, նույն կրոնն են դավանում, բայց միմյանց հետ պատերազմում են, ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք կարողացել են այնպիսի եղբայրական հարաբերություններ կառուցել միմյանց հետ, որ բոլորը իրենցից պետք է օրինակ վերցնեն։ Այսինքն այստեղ այս 3+3 ֆորմատում մնաց մի կողմում Հայաստանը, մյուս կողմում Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքիայից եւ Ադրբեջանից մեծապես կախվածություն ունեցող Վրաստանը եւ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք այս պահին գտնվում են պատերազմի մեջ եւ փաստացի զբաղված են իրենց երկրի համար առաջին կարևորություն եւ նշանակություն ունեցող հարցով։ Հետևաբար անհասկանալի է, թե այս ձևաչափը Հայաստանի համար ինչ օգուտ կարող է տալ այն պարագայում, եթե փաստացի մի կողմից Հայաստանն է մենակ, իսկ մյուս կողմում արդեն Թուրքիան, Ադրբեջանը եւ այս երկու երկրներից մեծապես կախվածություն ունեցող Վրաստանը։ Ալիևը նաեւ նշեց, որ Ադրբեջանի նպատակների իրականացման մասով խնդիր չունեն Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ բնականաբար Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց որոշակի խնդիրներ կան Եվրամիության հետ։ Նա նշեց, որ Եվրամիության հակաադրբեջանական մոտեցումները եկել են դեռևս Բորելից, ով ըստ Ալիևի հայ գործարարներից մեկից կաշառք է ստացել, ինչի դեպ շատ աբսուրդ է։ Տեսեք, մարդ, երկրի ղեկավար, ով ապացուցված է, որ բազմաթիվ անգամներ կաշառել է ԵՄ տարբեր պաշտոնյաների, խոսում է կաշառք բաժանելուց։ Կան բազմաթիվ դատական վճիռներ այն մասին, որ
Բաքուն կաշառել է Եվրամիության տարբեր գործիչների։ 2018 թվականին հիշեցնեմ, որ 13 Եվրախորհրդարանի падգամավոր զրկվեցին մանդատներից եւ վռնդվեցին ուղղակի Եվրախորհրդարանից այն բանի համար, որ Բաքվից կաշառք էին վերցրել։ Եվ հիմա Ալիևը խոսում է նրանից, որ հայերը կաշառք են բաժանում։ Այն, որ Լյուքսեմբուրգում տեղակայված ադրբեջանական մշակութային Ղարաբաղ ասոցիացիան, որը ի դեպ ֆինանսավորում էր ստանում Հեյդար Ալիևի հիմնադրամից, Եվրոպայում զբաղված էր կաշառք բաժանելով, շատերը գիտեն, եւ այս մարդը բամբասանք է տարածում հայերի մասին, թե իբր կաշառք են բաժանում։ Տեսեք, մենք չունենք որևէ գործարար, օլիգարխ, որը ունի համապատասխան ինստիտուտներ, կառույցներ, նույնիսկ մարդիկ, ում միջոցով կկարողանա Եվրոպայում կաշառք բաժանել։ Չունենք։ Մենք չունենք որևէ օլիգարխ, գործարար, ով կկարողանա այդ կաշառքը բաժանել դիվանագիտական եւ պետական խողովակների միջոցով, առավել եւս վերջին տարիներին։ Հետևաբար նման զրպարտություն եւ բամբասանք տարածելով Ալիևը ամենայն հավանականությամբ փորձում է իր ներքին լեսարանում, իր երկրի ներսում ցույց տալ, թե իբր Եվրախորհրդի Եվրամիության հետ Ադրբեջանը խնդիր չունի եւ այդ Եվրամիության վատ վերաբերմունքը, այսպես ասած, պայմանավորված է նրանով, որ հայերը կաշառել են Եվրախորհրդարանին կամ Եվրամիության որոշ պաշտոնյաների։ Սա բնականաբար աբսուրդային սուտ եւ բամբասանք է։ Հետաքրքիր էր նաեւ Ալիևի շնորհակալական վերաբերմունքը Թրամփին։ Ալիևը նշեց, որ մինչ այժմ ԱՄՆ բոլոր նախագահները գնացել են կոնֆլիկտը սառեցնելու ճանապարհով, այնինչ Թրամփը եկավ եւ փաստացի կոնֆլիկտին լուծում տալուն էականորեն նպաստեց։ Նաև շատ կարևոր է Ալիևի վերաբերմունքը Թրիփին։ Տեսեք, Թրիփը մեր մոտ մեզ ներկայացնում են որպեսի նպաստ Հայաստանի նախագիծ, որը ապաշրջափակելու է ճանապարհները եւ Հայաստանին տալու է լայն հնարավորություններ։ Այնինչ Ալիևի մոտ ընկալումները բոլորովին այլ են։ Ալիևը Թրիփը ընկալում է որպես Զանգեզուրի միջանցք, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ։ Զուտ այսքանը նա նաև այս մասով դժգոհություն հայտնեց, որ Եվրոպայում ասում են, թե Հայաստանը պետք է դառնա տրանսպորտային հանգույց, ինչպես կարող է մի երկիր դառնալ տրանսպորտային հանգույց, որը տրանզիտային որևէ փորձ չունի, այս մասով էլ որոշակի դժգոհություններ հայտնեց Եվրոպայից։ Այդուհանդերձ Ալիևի համար, այսինքն Թրիփը, որը մենք կարևորում ենք եւ տալիս ենք տարածաշրջանային լուրջ նշանակություն հենց Հայաստանի շահերից բխող, այնինչ Ալիևի համար դա ընդամենը Զանգեզուրի միջանցք է։ Փաստացի ինչ է ստացվում, որ Իլհամ Ալիևը իր տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու նպատակների մասով հայտարարեց, որ Ադրբեջանը խնդիր չունի այս մասով Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Միակ խնդիրը Եվրամիության հետ է։ Տեսեք, այստեղ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այս իրավիճակը, սակայն չվնասելով իր մյուս դաշնակիցների հետ հարաբերություններին, այսինքն ոչ թե օգտագործվի այլոց կոնֆլիկտներին վնասելով իր շահերը, այլ հակառակը, այլոց կոնֆլիկտները օգտագործի առաջ տանելով իր շահերը։ Մի բան էլ արձանագրենք, Ալիևը հերթական անգամ վերահաստատեց այն փաստը, որ Ղարաբաղի հարցում ի նպաստ Ադրբեջանի իրավիճակը շուռ է եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Ալիևը հատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ ամբողջ տարիների ընթացքում, այսինքն իր գործունեության ամբողջ ընթացքում համոզում էր Ալիևին, որ Ղարաբաղը Հայաստանինն է եւ խոստանում էր նրան վերադարձնել 5 շրջաններ։ Ալիևը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այսինքն Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը փորձել են համոզել իրենց, սպառնացել են, անգամ փորձել են վախեցնել, բայց Ադրբեջանը կանգ չի առել եւ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում ինչ է ստացվում, որ տարիներ շարունակ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Ղարաբաղի հարցը փորձել են լուծել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե հակառակը, ինչու մեզ փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանը։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Դա պայմանավորված է անհեռատեսությամբ, անփորձությամբ, անգրագիտությամբ,
չենք քննարկում, որովհետև հստակ ասելու համար, թե ինչու է այդպես ստացվել, նախ պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել եւ ունենալ բոլոր տեղեկությունները այս թեմային վերաբերող։ Հիմա անցնենք նրան, թե ինչ պայմաններով ենք մենք խաղաղություն ունենալու այս իրավիճակում։ Արդեն փաստ է, որ Ադրբեջանը ձգտում է դառնալ տարածաշրջանային միջին գերտերություն, ամեն դեպքում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակում լինել լիդեր պետությունը։ Այս պայմաններում մենք ոչ թե խաղաղություն են կառուցելու երկու հավասար պետությունների միջև, իդեպ Ալիևը նաև հստակ նշեց, որ Ռուսաստանը, Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը դեմ չեն Ադրբեջանի նպատակներին եւ նա ընդգծեց, որ միայն Եվրամիության հետ է խնդիրը։ Սա նույնպես ֆիքսեցինք։ Նման պայմաններում այն խաղաղությունը, որը Հայաստանը կարող է ունենալ, չի կարող լինել հավասար պայմաններում, այսինքն չի կարող լինել խաղաղություն երկու ինքնիշխան հավասար պետությունների միջև։ Դա կարող է լինել միայն մի կողմից, միակողմանի Ադրբեջանի կողմից պարտադրված պայմաններով եւ նման իրավիճակում բնականաբար այդ պայմանները բխելու են բացառապես Ադրբեջանի շահերից։ Սա նշանակում է, որ այո, Հայաստանին կարող են պարտադրել թե սահմանադրական փոփոխություններ, թե այլ պայմաններ, որը Հայաստանը փաստացի պետք է ընդունի, որովհետև այլ տարբերակ չունի, եթե գնում է հենց այս ճանապարհով։ Այն խոսակցությունները, թե Հայաստանը գնում է վիլայեթացման, Թուրքիայի ազդեցության տակ է ընկնելու, իրատեսական չեն։ Ինչու՞, որովհետև Հայաստանը Ադրբեջանի ազդեցության տակ է ընկնելու, այսինքն ոչ թե վասալ է դառնալու, այլ վասալի վասալ։ Եվ Իլհամ Ալիևը, նորից եմ նշում, հատուկ շեշտեց, որ Ադրբեջանի նպատակների հետ կապված Ադրբեջանը խնդիր չունի Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ինչպես նաև Չինաստանի հետ։ Միակ խնդրահարույց մարմինը այս պահին Եվրամիությունն է Ադրբեջանի համար։ Ադրբեջանը ակնհայտորեն ձգտում է ամեն դեպքում 3 պետությունների մեջ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան լինել գերական, ինչը նշանակում է, որ նա խաղաղության հասնելու է բացառապես իր թելադրած պայմաններով։ Ինչ վտանգներ է սա պարունակում։ Տեսեք, եթե որևէ բան չփոխվի եւ Հայաստանը այս պայմաններում գնա իբր խաղաղության, մեզ սպառնում է ինքնության ոչնչացում։ Ինչ է սա նշանակում։ Տեսականորեն չի բացառվում, որ մեզ այս տարածքում թողնեն ապրենք, այսինքն ֆիզիկական բնաջնջում տեղի չունենա, բայց որոշ ժամանակ հետո, այո, մենք կարող ենք ապրել մի պետությունում, որը կոչվելու է Հայաստան, բայց որը այլևս չի լինելու հայկական։ Եվ նաև այս խաղաղություն ասվածը իրականում ոչ թե խաղաղություն է, այլ դանդաղ ոչնչացում, ինքնության դանդաղ ոչնչացում։ Մենք հիմա արդեն տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը, այսինքն ոչ միայն հիմա, տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է յուրացնել հայկական մշակութային արժեքները, վերագրելով դրանք ադրբեջանցիներին, այսպես ասած, ադրբեջանական ազգին։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչ պայքար է մղվում Հայաստանի ներսում հայ ազգային ինքնության հետ կապված սիմվոլների եւ այն ամենի հետ, ինչը կերտում է մեր ինքնությունը։ Այս է մեծագույն ռիսկը եւ սպառնալիքը, որ մենք մեր ինքնության զոհաբերման գնով ձգտում ենք խաղաղության, որը իրականում խաղաղություն էլ չէ։ Իդեպ նշեմ, ոչ մեկ չի երաշխավորելու նաեւ մեր ֆիզիկական գոյությունը, այսինքն այո, տեսականորեն հնարավոր է, որ մենք կենթանի մնանք, այսպես ասած, չմեռնենք, մեզ չսպանեն, բայց գուցե եւ հնարավոր չլինի, դրա երաշխիքն էլ ոչ մեկ չի կարող մեզ տալ, բայց մենք պետք է կարողանանք գտնել ճանապարհ մեր ինքնությունը պահելով հասնել խաղաղության, այլ ոչ թե ինքնության զոհաբերման գնով մուրալ խաղաղություն եւ համաձայնվել բոլոր այն պայմաններին, որ կառաջարկվի մի պետության կողմից, որը ձգտում է փաստացի այսօր դառնալ տարածաշրջանային միջին գերտերություն։ Հետևաբար, երբ այսօր ժողովուրդը քննադատում է թե իշխանություններին, թե ընդդիմությանը, ժողովուրդը անգամ եթե չի հասկանում, տեղյակ չի այս զարգացումներից, այս խոսակցություններից, այս տարբեր խմորումներից, ապա ինտուիտիվ զգում է, որ կա ռեալ սպառնալիք այսօր հայ ազգի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ նա ակնկալում է արագ գործողություններ, փոփոխություններ, արագ
արձագանքումներ, այսպես ասած, ինչը չեն անում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը եւ բոլորը զբաղված են շատ ավելի մանր անձնական շահերին վերաբերող հարցերի լուծմամբ։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։